Բարոն Հայրապետյան, շարունակելով իմ գործընկերների հարցադրումը, նախ արձանագրենք, որ իսկապես իրավական որոշակիության տեսակետից ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակություն արտահայտությունը չափազանց անորոշ է։ Այո, դուք բերեցիք կոնկրետ հիմա ձեր մոտեցումը, վստահ եմ հիմնված է նաև որոշակի առումով եվրոդիրեկտիվների վերլուծությունների վրա, բայց այնուամենայնիվ օրենքի մակարդակում չտալ չափորոշիչ առնվազն նշանակում է թողնել անորոշության մեջ, ինչը սահմանադրական հիմնական կարգավորման խախտում է նշանակում։ Եվ հետևաբար այդ տեսակետից առաջարկը նա է, որ հանել ես դրույթը, մանրամասնել, քննարկել, տալ չափորոշիչներ նոր ներառել։ Երկրորդ հարցը առաջին հոդված 2-ի 6-րդ կետով ասում է արգելում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը։ Արդյոք օրինակ սա նշանակում է կնքահայր ֆիլմը չպիտի հեռարձակվի այսօր որևէ հեռուստաալիքով, եւ եթե օտարերկրյա հեռարձակում է տեղի ունենում, ապա պետք է դադարեցնել։ Էլի հարցեր կան, բայց այս հարցը։ Շնորհակալություն։ Ամենայն հարգանքով, պարոն Մինասյան, անձնապես ինձ համար ընդունելի չէ այդ դրույթը նախագծից հանելու ձեր առաջարկը։ Ես ձեզ կուզեմ մի հարց տալ, համել կարծում եմ օգտակար կլինի մեր բանավեճի համար եւ քաղաքացիների համար։ Դուք հանդուրժում եք, կհանդուրժեք ընդհանրապես որևէ Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվող որևէ օտարերկրյա հեռուստածրագրում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտություն, թե ոչ։ Վստահ եմ, որ ոչ։ Հույս ունեմ, որ ոչ։ Առնվազն հույս ունեմ, որ ոչ։ Եթե ոչ, ապա այստեղ առանձնապես քննարկելու բան չունենք։ Առնվազն դեռ վաղուց մենք սա պիտի ամրագրած լինենք, որ կարգավորող մարմինը դրա շրջանակում իր վերահսկողական գործառույթները կատարեր։ Ինչ վերաբերում է ֆիլմերի հետ կապված, գայթակղությունը մեծ է, որ ես տարբեր ֆիլմերի հետ կապված իմ կրկին իմ անհատական գնահատականները տամ, կտրվեմ սադրանքին, բնականաբար կնքահայր լեգենդար ֆիլմը այս կարգավորման տակ չի ընկնում, բայց մի շարք ուրեմն դետալներ կան, որոնք նորից մասնագիտական, փորձագիտական կարծիքի դաշտում են եւ այդուհանդերձ ես կարծում եմ, որ օրենքը այդ աստիճան մանրամասների մեջ մտնել չի կարող եւ չի կարելի։ Արձագանք։ Պարոն Հայրապետյան, միանգամից պատասխանեմ, որ բնականաբար ոչ, համակարծիք չեմ, որ որևէ օտարերկրյա ներկայացուցիչ միջամտի Հայաստանի ներքաղաքական կյանքին այն ծավալով, որը որ քիչ առաջ դուք ասում էիք, ազդի իշխանության մարմինների ձևավորման վրա, բայց այստեղ օգտագործվող հասկացությունը այնքան լայն է, որ ցանկացած քննադատություն կարող է ի վերջո մեկնաբանվել այս կոնտեքստով։ Դրա համար եմ ասում չափանիշներ, չափորոշիչներ են պետք։ Ի վերջո, եթե մենք խոսում ենք օրինակ ընտրական գործընթացների շրջանակում հատկապես, ապա դա ընտրական օրենսդրության փոփոխության խնդիր է եւ հատուկ այդ ժամկետում կարգավորման հարց է, այլ ոչ թե առհասարակ։ Առհասարակ, եթե սահմանադրական կարգի բռնի տապալման եւ այլն կա, արդեն ունենք ստե։ Մնացած մասով նոր բան առաջ մղելը նշանակում է ուղղակի չեմ ուզում կոշտ բառ ասել էլի, բայց իրավական որոշակիության տեսակետից խնդիր է հարուցում սա։ Պարոն Մինասյան, տեսեք, օրինաստեղծ աշխատանքի եւ տեխնիկայի իմաստով ես կարծում եմ, որ որևէ պարագայում երբևէ չի կարելի օրենքները գեր ծանրաբեռնել։ Եթե ձեր հարցադրումը լեգիտիմ է, ապա գործող օրենսդրության մեջ մենք արձանագրում ենք, որ գործող օրենսդրության մեջ դաժանության քարոզ պարունակող նյութեր։ Ուրեմն պիտի գործող օրենսդրության մեջ դուք վաղուց բերեիք, առաջարկեիք փոփոխություններ մտցնենք, որովհետև դաժանության քարոզի մեջ միլիոնավոր մեկնաբանություններ կարող են լինել, համաձայն եք ինձ հետ։ Բայց սրանք ընդհանուր արգելքի եզրագծերն են օրենքով տրված, իսկ դրանց հստակ սահմանումները պիտի տա պրոֆեսիոնալ կառույցը, որը դրա մանդատի կրողն է։ Ոչ ես եւ ոչ դուք ամենայն հարգանքով
բավարար չափով փորձագիտական գիտելիքներ չունենք եւ մեզնից չի էլ ակնկալվում, որ մենք այդ գնահատականները պիտի տանք, թե ֆիլմերի հետ կապված եւ թե նմանատիպ ձևակերպ։ Մենք ընդհանուր ես եւ դուք, պարոն Մինասյան, մենք հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին ասում ենք, եթե ձեր կարծիքով այստեղ կա պոտենցիալ խախտում որևէ օտարերկրյա հեռուստահաղորդման մեջ Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտություն է եղել, դու ստանում ես իրավունք քո փորձագիտական կարծիքի հիման վրա վարույթ հարուցել։ Եվ վերջ, ընդհանրապես սա չի արվում նախընտրական որևէ process-ի շրջանակում, ավարտում եմ։ Սա արվում է, ինչպես խոսքի սկզբում նշեցի, տեղեկատվական անվտանգությունը պատշաճ կերպով մեր քաղաքացիների եւ մեր երկրի համար ապահովելու համար, որը դեռևս 3 պիտի արվեր։ Մենք շատ ուշացրել ենք այս կարգավորումը շատ ենք ուշացրել իմ կարծիքով։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։